Իրանի և Իսրայելի միջև հարվածները վերսկսվել են ապրիլի սկզբին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ։ Իրանը գրոհներ է իրականացրել ի պատասխան Իսրայելի կողմից Բեյրութի արվարձաններում իրանամետ Հզբոլլահի թիրախների գնդակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ հաջորդ 7 օրվա ընթացքում հրեական պետությունը կբախվի շարունակական հարվածների։ Իրանի զինված ուժերից հայտնել են, որ հարվածել են կարևոր թիրախների։ Թեհրանում հավելել են, հետագա ագրեսիայի դեպքում պատասխանն ավելի հուժկու կլինի։ Ըստ իսրայելական կողմի երկրի ուղղությամբ արձակվել է 24 բալիստիկ հրթիռ, որոնք բոլորը խոցվել են կամ ընկել բաց տարածքում։ Եվս 2 հրթիռ արձակվել է Եմենից, տուժածներ եւ ավերածություններ չկան։ Եմենի հութիները հայտարարել են, որ կարգել են իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել, ըստ իրանական լրատվամիջոցների պայթյուններ են լսվել Թեհրանում, Սպահանում, Քարաջում, Թավրիզում։ Թեհրանի եւ Քերմանշահի միջազգային օդանավակայանները չեղարկել են չվերթերը։ Իրաքը հայտնել է օդային տարածքը փակելու մասին, Սիրիան երկարաձգել է սահմանափակումները։ Իր հերթին Ցահալը հայտարարել է, որ ավարտել է զանգվածային հարվածներն Իրանի պաշտպանության ռազմավարական համակարգերին եւ ոչնչացրել դրանք։ Ընդհանուր առմամբ խոցվել է 9 հոբ համակարգ եւ Բանդար Մահշահր քաղաքի նավթաքիմիական համալիրի 3 գործարան։ Իսրայելի բանակը նաեւ հայտնել է, որ պատրաստ է Իրանի դեմ մի քանի օրվա մարտերի, նաեւ պատերազմի հնարավոր լիարժեք վերսկսման։ Ցահալը շեշտել է, հարվածներն իրականացրել է միայն Իսրայելը, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հետ լիարժեք համակարգմամբ։ Ամերիկյան ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների խոցմանը։ Իրանի ԱԳՆ խոսնակն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն է կրում իսրայելական ագրեսիայի պատասխանատվությունը։ Էսմայիլ Բաղայիի խոսքով Իսրայելի գործողությունները եւ ամերիկացի պաշտոնյաների հակասական դիրքորոշումը ստվեր են գցել բանակցային գործընթացի վրա։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը շարունակվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ում հայտնել է, որ Իսրայելը եւ Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը։ Խաղաղության վերաբերյալ վերջնական բանակցությունները շարունակվում են, եթե միայն տգիտությունը կամ հիմարությունը չխոչընդոտեն դրան, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ եւ ամբողջ ծավալով կշարունակի գործել մինչեւ վերջնական համաձայնագրի ձեռքբերումը։ Ավելի վաղ նա կողմերին կոչ էր արել անմիջապես դադարեցնել կրակը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը նույնպես Իսրայելին եւ Իրանին կոչ են արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզում էներգետիկ օբյեկտների։ Ավելի քան 30,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Օդեսայում ռուսական հարվածներից 3 մարդ է վիրավորվել։ Ուկրաինան էլ հայտնել է Նովորոսիսկում նավթաբազայի հարվածելու մասին։ Ըստ տեղի իշխանությունների հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Ղրիմում հարձակման է ենթարկվել Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքը կամ Էկզո։ Առաջին անգամ անօդաչու թռչող սարք է խոցվել Լատվիայի օդային տարածքում։ Ավելի վաղ Լոնդոնում բանակցություններ են կայացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների միջև։ Կողմերը համատեղ հայտարարության մեջ 5 պայման են առաջադրել Ռուսաստանի հետ պատերազմում արդար եւ տևական խաղաղության հասնելու համար։ Նախ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Բանակցությունները պետք է մեկնարկեն հիմք ընդունելով ներկայիս շփման գիծը եւ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան պետք է ունենա հզոր եւ իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ։ Ռուսական ակտիվները պետք է սառեցված մնան մինչև Մոսկվան դադարեցնի պատերազմը եւ փոխհատուցում տրամադրի Կիևին պատերազմի պատճառած վնասների համար։ Եվ 5-րդ ցանկացած համաձայնագրում պետք է հաշվի առնվեն եվրոպական անվտանգության շահերը։ Բանակցությունների ընթացքում քիրսթարմերը Էմանուել Մակրոնը եւ Ֆրիդրիխ Մերցը սատարել են հրադադարի հասնելու համար Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների գաղափարը։ Նրանք նաեւ անսասան աջակցություն են հայտնել Ուկրաինային, նշել, որ Եվրոպան պետք է կարևոր դեր կատարի ցանկացած կարգավորման գործընթացում, միևնույն ժամանակ շեշտելով ԱՄՆ-ի հետ գործակցության կարևորությունը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 515-ի, որոնցից 91-ը մահվան ելքով։ Կա նաև վիրուսի ավելի քան 100 կասկածելի դեպք։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ էբոլայի փոխանցումը կշարունակվի, եթե չձեռնարկվեն վերահսկողության անհապաղ միջոցառումներ։ Ուգանդայում էլ գրանցվել է հիվանդության 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը, որը գտնվում է Ուգանդայում, հայտնել է, որ երկրի կառավարությունն արագ եւ արդյունավետ ձևով արձագանքում է էբոլա վիրուսի բռնկմանը։
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավորվել, փլուզվել են շենքեր։ Ցնցումները գրանցվել են Մինդանաո կղզու ափին։ Երկրաշարժին հաջորդել է 138 հետ ցնցում։ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։